Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Պատարակ, քաշքշուկ ու ձերբակալություն, ինչ կատարվեց պատարակի ժամանակ և ով է շահում լարվածությունից։ Եկեղեցու բակից աշակերտներ են ձերբակալվել, ինչ առողջական խնդիրներ ունեն 72 ժամ ձերբակալված զույգ եղբայրները։ Քանդված և ավերված շենքեր, անհետացած հուշարձաններ ու արձաններ, չհրապարակված կադրեր Արցախից, քաղաքաշինական փոփոխություն, թե հայկական հետքի ոչնչացման փորձ։ Ծաղկազարդի պատարակից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկումների առանցքում մնալ։ Միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանի գրասենյակից հայտնում են, որ կատարածի առնչությամբ իրականացվում է մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն քայլեր ձերբակալվածների իրավունքները երաշխավորելու համար։ Պաշտպանը նաև նշել է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք, սակայն այդ իրավունքի իրականացումը չպետք է ուղեկցվի բռնության կոչերով կամ ատելության խոսքով, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձանց։ Ինչ է իրականում տեղի ունեցել եկեղեցում, ինչպես է սկսվել միջադեպը և ովքեր են արդեն 72 ժամ ձերբակալված, պատմում է Անի Աբաղյանը։ Ավագ դպրոցի աշակերտներ Միքայել և Դավիթ Մինասյանները կիրակնօրյա պատարակի էին գնացել։ Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից դառնալու ակնկալիքով էին Սուրբ Աննա եկեղեցում, մինչդեռ հայտնվեցին քաշքշուկի մեջ, այնպիսի քաշքշուկ, որի կենտրոնում վարչապետ Փաշինյանն էր։ Ականատեսներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, մեզ հետ զրույցում պատմեց. եկեղեցին բազմամարդ էր և տեղաշարժվելու խնդիր կար։ Պատարակից ուշացած եկան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Հավատացյալներին աջ ու ձախ հրելով հասան խորանի դիմաց։ Կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Պատարակի ընթացքում հնչեց վեհափառի անունը, հաջորդեց ավետարանից ընթերցումը, որի ժամանակ էլ Փաշինյանը որոշեց դուրս գալ Լեփլեցուն եկեղեցուց։ Թիկնապահներն էլ սկսեցին ճանապարհ բացել հավատացյալներին աջ ու ձախ հրելու եղանակով։ Դավիթ և Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ամեն կիրակի պատարակի են մասնակցում։ Ծաղկազարդի կիրակին միայն դրանով չէր յուրահատուկ իրենց համար։ Նրանք եկեղեցուց ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեցին։ Քննչական կոմիտեից ABC մեդիային հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն ամեն դեպքում պաշտպանական կողմը հայտարարում է եւ երեխաներն էլ են հայտարարություն արել, որ որևէ առնչություն այն կասկածանքի հետ, այսինքն որևէ հանցակազմ պարունակող գործողություն իրենց կողմից չի կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, նշում է փաստաբանը։ Մարտիրոսյանի խոսքով Դավիթը սրտի եւ գլխի խնդիր ունի։ Միքայելի առողջական խնդիրների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ, ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Եղբայրներից Դավիթը ծնոտի հատվածում ցավեր ուներ, հարվածել են, դատաբժշկական փորձաքննության էին տարել այսօր։ Ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։ Աշակերտ որդիներն առանց վերահսկողության և բուժման ՁՊՎ-ում չեն կարող պահվել։ Ծնողների մտահոգությունն ու վիճակը փաստաբաններ ներկայացնում։ Յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Ձերբակալված եղբայրները Երևանի Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են։ Փաստաբանները բնութագրերն էին պահանջել աշակերտների մասին։
Միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաև ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն։ Սեղանին ավագ դպրոցի աշակերտների գովասանագրերն ու պատվոգրերն են դրել։ Եկեղեցու բակից ձերբակալված աշակերտներին կապում են քաղաքական տարբեր կուսակցությունների հետ։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, նրանք եւ ընտանիքի անդամները երբեք որևէ կուսակցության անդամ չեն եղել։ Աշակերտներին այսօր այցելել են նաև մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում գրասենյակից նշում են, արդյունքները կամփոփվեն եւ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Նկատենք, աշակերտների առողջական վիճակի մասին որևէ անդրադարձ չկար պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ բերման ենթարկված Դավիթ եւ Միքայել Մինասյանների դասընկերները բողոքի ակցիա են իրականացրել ներքին գործերի նախարարության դիմաց։ Ինչ են պատմում դասընկերները, լսենք։ Ես իրենց դասարանցին եմ, 9 տարի սովորել ենք առաջին դասարանից իրար հետ եւ ես կարող եմ հավաստիացնել, որ առաջի դասարանից երևի թե բոլորի մտքերին առաջինը եկել է իրենց անունը, երբ մենք լսել ենք լավագույն եւ օրինակելի աշակերտներ արտահայտությունը, բազմակողմանի զարգացած չափից դուրս հետաքրքիր մարդիկ շփման մեջ եւ հենց մոտիկ շատ լինելով միմյանց հետ ես կարող եմ ասել, որ ընդհանրապես բոլոր իրավիճակներում եւ միշտ իրենց պահել են չափից դուրս ավելի զուսպ եւ հավասարակշռված եւ ընդհանրապես քաղաքականությունից միշտ եղել են շատ հեռու, ոչ մի բանի մեջ չեն խառնվել եւ տվյալ իրավիճակում ես կարող եմ ասել, որ մարդիկ լինելով հավատացյալ եւ շատ ուժեղ եկել են ուղղակի պատարագի պարզապես աղոթեն։ Այնինչ կատարվել է եկեղեցում Փաշինյանի եւ թիմակիցների հայտնվելուց հետո զայրույթ է առաջացրել որոշ հավատացյալների շրջանում։ Իշխանության քայլերը շատերը որակում են սադրանք։ Ինչ է իրականում կատարվում եւ ովքեր են շահող կողմերը, Սեդա Մակարյանն է փորձել պարզել։ Վերջին շրջանում իշխանականների եւ քաղաքացիների միջև միջադեպերը կոնֆլիկտային դրվագները հաճախակի են դարձել։ Այս շղթայի վերջին դեպքը Սուրբ Աննայի բակում տեղի ունեցածներ, որից հետո դպրոցական եղբայրներ ձերբակալվեցին։ Նրանց կալանավորելու որոշում սակայն դեռ չկա։ Եթե նման միջադեպերը կրկնվում են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, արդյոք իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում կանխատեսել ու կանխել նման զարգացումները։ Եվ եթե կանխատեսում են, ապա ինչու են շարունակում նույն ձևաչափով այցելությունները առանց լարվածությունը նվազեցնելու փորձի։ Դրանք լավագույնս ցույց են տալիս, թե ինչքան հեռու է Փաշինյանը ժողովրդավարական արժեքներից, թե ինչպես ենք եւ իր թիմակիցները արձագանքում այդ միջադեպերին, կարծում եմ մեր քաղաքացիները դա տեսնում են։ Սովորական հավատացյալ մարդը եկեղեցի գնալուց առաջ պիտի մտածի այսինչ եկեղեցին դիրադավերի առաջարկած եւ Փաշինյանի առաջարկած տեքստով է պատարագ մատուցելու թե ոչ, արդեն իսկ ուղեղում չտեղավորվող ահավոր իրողություն է։ Պատգամավորը համոզված է, նման հանդիպումները ոչ միայն չեն հանգուցալուծում խնդիրները, այլ երբեմն էլ ավելի են սրում իրավիճակը։ Նրանց գնահատմամբ իշխանականների ներկայությունն ինքնին դառնում է նյարդային ֆոն ստեղծող գործոն, իսկ շփման ձևը հաճախ ընկալվում է որպես սադրող հանգամանք։ Փաշինյանը բնականաբար շատ լավ գիտեր, ինչպես հարցում նշեցիք, որ Սուրբ Աննայում հնչեցվելու է Ղեոֆար Հայրապետի անունը, ինչպես եւ կարգն է, ուստի ինքը այդ գործողությունը անելիս հստակ գիտակցում էր, թե ինչ միջադեպեր կարող են լինել, հետեւաբար դրանց պատասխանատվությունը 100% իր վրա է։ Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները պնդում են, իրենք բախվում են կազմակերպված դիմադրության եւ սադրանքների, իսկ միջադեպերի սրումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Մարդասպան, մարդագեր, առնախում եւ սրբապիղծ կլանի սաննել իրենց նման պետք է լինի։ Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձի դրվագը
իր բնույթով հստակորեն արձագանքում է կամ արձանագրում է, թե ինչի մասին է առնախումների կլանը։ Այնուամենայնիվ նման բախումներից հետո հաճախ մարդկանց բերման են ենթարկում, իրավական գործընթացներ են սկսվում, ինչն էլ նոր լարվածություն է առաջացնում հասարակության մեջ, խորացնելով անվստահությունը։ Նպատակն ըստ մասնագետի հանրությանը ճնշելն ու վախեցնելն է։ Հատուկ եկել եմ Մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։ Եկել է մարդկանց վատություն անելու, եկել է տոնը փչացնելու, եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելու, երբ ինքն ու իր մի քանիսը ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված եւ 100 հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ 100 հազարներին։ Դրանից հետո ինչ ռեակցիա է սպասում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ երկու տարբերակ է մատնանշում, երկուսն էլ հավանական է համարում։ Կամ իշխանության ներկայացուցիչները կտրվել են իրականությունից ու չեն պատկերացնում, որ իրենք այլևս ընդունված չեն հասարակության կողմից, կամ էլ ամեն բան դիտավորություն է եւ ուզում են ինչ-որ միջոցներով զրկել ընդդիմությանը ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։ Իրենք շատ լավ հասկանում են, որ պարտություն այս ընտրություններում դա կարող է իսկապես բավականին լուրջ ազդեցություն ունենալ իրենց սեփական անվտանգության վրա, իրենց հետագա ճակատագրերի վրա։ Այդ իսկ պատճառով հիմա քանի դեռ իրենց ոստիկանության կամ իրենց ուժայինների պաշտպանության տակ են, առայժմ նման դրսևորումներ են իրենց թույլ տալիս։ Հակոբյանը նշում է, քաղաքացիական պայմանագրի հետ հանդիպումներին ներկա մարդիկ էլ բերված են տարբեր տեղերից։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին մոտենում է Փաշինյանին ու ներկայանում Բաքվի գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանի հորաքույր։ Որ մեզ տղային վերադարձրեք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք։ Սուջյանն ավելի ուշ հերքել էր տեղեկությունն ու գրել, որ չի ճանաչում իր հորաքույր ներկայացած կնոջը։ Սդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունում անակնկալ չեղավ։ Վարչապետի թեկնածու կրկին ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան նա շնորհակալություն է հայտնել թիմակիցներին վստահության համար, իսկ ավելի ուշ ուղիղ եթերում խոսել է նաև երկրի անվտանգության եւ մոտալուտ պատերազմի հավանականության մասին։ Փաշինյանի խոսքով նախորդ տարիներին Հայաստանը իրական խաղաղություն չի ունեցել եւ իր ղեկավարության 8 տարիների ընթացքում մեծ զոհերի եւ զոհողությունների գնով երկիրը հասել է ոչ թե պարզապես պատերազմի հետաձգման, այլ խաղաղության հնարավորության։ Սակայն Փաշինյանի խոսքերը խաղաղության մասին հաճախ ընկալվում են հակառակ ուղղությամբ։ Արդյունքում առաջանում է վտանգավոր համադրություն։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ սա քաղաքական եւ անվտանգային առումով ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Հրաժարում անկախության հռչակագրից, պատմական արդարության օրակարգից, էթնիկ զտում ձևակերպումից, նույնիսկ ազգային հիշողության կարևոր շերտերից։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած քաղաքական ուղեգիծը հենց սա է, ասում են քաղաքագետները։ Սա մի ուղի է, որը ըստ Փաշինյանի պետք է փոխի հանրային մտածողությունը եւ կանխի նոր բախումները։ Այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ եւ աներկբա նշանակում է պատերազմ։ Ինչ է կանգնած այս մոտեցման հիմքում։ Ինչու է վարչապետը հրաժարվում տարիներով ձևավորված քաղաքական եւ արժեքային խոսույթներից, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ ուղին կարող է բերել պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մի առիթով ինքը ասել է, ուզում են մեր տարածքով գնան, քուքերը, թող գնան, ինչ է պատահեն։ Այսինքն այս մարդը այս դիրքորոշման, այս դիրքերից է հանդես գալիս, եւ հետաբար դրան հասնելու համար ինքը այդ այսպես խոսույթներն է դրել շրջանառության մեջ, որ հրաժարվել անկախության հռչակագրի հիշատակումից համանդրության նախաբանում եւ նման կարգի այլ ուրեմն խոսույթներ։ Մասնագետները պնդում են, անկախության հռչակագրից հրաժարվելը ոչ միայն քաղաքական որոշում է, այլ նաեւ իրավական խնդրահարույց քայլ, որը հակասում է պետականության հիմքերին։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը ունի հատուկ որոշում, որտեղ նշել է, որ Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի, այսպես դրույթ է, անփոփոխելի դրույթ է Սահմանադրության մեջ արձանագրված եւ այդ նախաբանը չպիտի փոխվի։ Այսինքն նույնիսկ եթե դա այսպես հարց է տակում նոր Սահմանադրություն ունենալու, ապա Սահմանադրության նախաբանը, որտեղ հողում կա տրված անկախության հռչակագրին, դա պիտի մնա։ Պահանջատիրությունից հրաժարվելու այս շղթայում առանցքային է հատկապես հայոց ցեղասպանության ճանաչումից եւ էթնիկ զտում եզրույթից հրաժարվելու օրակարգը։ Վաղ կա հանկարծ պատերազմ բերել գլխներիս։ Իսկ պանդուխտի հոգեբանությունից հրաժարվելու գաղափարը վարչապետը համարում է նոր ինքնության ձևավորման անհրաժեշտ պայման։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։
որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ դրա ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Սա արդյոք պատահական հայտարարությունների շարք է, թե հստակ մշակված ռազմավարություն։ Եթե նպատակը միայն ընտրությունում հաղթելը չէ, ապա ո՞րն է վերջնական հանգրվանը։ Դրալ դեպքում սա արդեն ժխտողականություն չի, հերթական ինքնախոստովանանքն է, պատերազմ սանձազերծելու, կանխորոշված ելքով պատերազմ սանձազերծելու հա քաղաքացիներին, հազարավոր քաղաքացիների զրկելու կյանքից եւ ինչքից։ Նույնպես դա խոստովանվեց վերջերս ինչ որ զոհությունների կանխամտածման ավանդակ։ Իշխանությունը հետևողականորեն հեռանում է իրեն իրենց անունով կոչելու քաղաքականությունից եւ ցանկացած պահանջատիրական խոսույթ ներկայացնում ռիսկային։ Դա ասում է, եկեք հրաժարվենք այդ ամենից նաեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այսպես հետամուտ լինելուց, ըստ որում դա հիշատակված է անկախության հռչակագրում, որովհետեւ մենք մեր հարևանների հետ, մասնավորապես Թուրքիայի եւ նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի հետ ունենանք բայ դրացիական հարաբերություններ հիմնականում կրկնում եմ շեշտը դնելով առևտրատնտեսական կապերի վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համազգային նպատակները ստորադասում է առևտրատնտեսական կապերի։ Սա է նրա մոտեցումը։ Քաղաքագետը շեշտում է, որ ցեղասպանություն եզրույթի կիրառումը ոչ թե չափազանցություն է, այլ իրողության ճշգրիտ գնահատում։ Իսկ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրենը բացատրում է, թե ինչից են հրաժարվում։ Ցեղասպանությունը դա հանցագործություն է, որ ենթադրում է պատիժ, ունի հետևանքներ։ Ցեղասպանությունը դա մարդու իրավունքների խոշորագույն խախտում է մեկ մեծ համայնքի կամ խմբի նկատմամբ իրագործված։ Ի վերջո ցեղասպանությունը նաև միջազգային օրենքով է կանխվում կամ պատժվում։ Մինչ վարչապետը ազգային նոր դիմագիծ կառուցելով է զբաղված, ընթացքում հրաժարվելով այս կամ այն խոսույթից, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն, որը իբր իրականացրել են հայերը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հակառակ Փաշինյանի խաղաղասիրական թեզերին Ադրբեջանն այսօր հակահայ նոր նախաձեռնության մասին է ազդարարել։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն այսպես կոչված հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների համար, հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը։ Սաբինա Ալիևան հայտարարել է, թե 1918-ի իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն։ Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ եւ 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն։ Օրեր առաջ համացանցում լայն արձագանք ստացավ կորեացի բլոգեր Յան Մինի հրապարակած տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում։ Տեսանյութում երևում են քանդված եւ ավերված շենքեր, անհետացած հուշարձաններ ու արձաններ։ Տեսանյութի հրապարակումից հետո մենք եւս խոսել ենք Յան Մինի հետ։ Ի դեպ նրա հետ մեր հարցազրույցը կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում։ Զրույցից հետո Յան Մինը մեզ փոխանցեց նաեւ այնպիսի կադրեր, որոնք իր բլոգում չէր տեղադրել եւ որոնք ավելի մանրամասն պատկերացում են տալիս, թե ինչ է այսօր իրականում կատարվում Արցախում։ Ինչի մասին են վկայում այս կադրերը եւ ինչ գործընթացների մասին կարող են պատմել դրանք, այս թեմայով այսօր զրուցելու եմ կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ։ Բարի օր, պարոն Ավանեսով, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի օր, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ավանեսով, քանի որ դուք նախապես արդեն դիտել եք այդ տեսանյութը, առաջարկում եմ մեր զրույցի ընթացքում անդրադառնալ դրա առանձին կադրերին, հատվածներին, կցուցադրենք նաև առանձին կադրեր, որպեսզի մեր հետևորդներն էլ հասկանան ինչի մասին ենք խոսում։ Նախ ուզում եմ ձեզ հարց ուղղել այս տեսանյութում ինչը ամենից շատը գրավեց ձեզ։ Տեսանյութը, ինչը շատ կարևոր է ու փաստական նյութեր է պարունակում,
Գրավեց այն, որ երբ որ մանրամասն մի քանի անգամ հետո առաջ տալով նայեցինք, ակնհայտ դարձավ, որ Ստեփանակերտի հատկապես բազմաթիվ վայրերում տեղադրված հուշարձանները, հուշակոթողները հիմնովին ավիրված են։ Խոսքը նախ եւ առաջ Ադմիրալ Իսակովի փողոցում գտնվող նրա կիսանդրում մասին է, Արցախ թաղամասում գտնվող Անատոլի Զինևիչի կիսանդրում մասին է, երիտասարդական պալատի դիմաց խորենացու արձան կար, այդ արձանի ոչնչացման մասին է, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հարակից հատվածներում տարբեր նշանակության քանդակներ կային, ընդ որում քանդակների որոշների հեղինակները միջազգային քանդակագործներ էին հայտնի եւ այդ քանդակների որոշները տեղադրվել են Շուշիում քանդակագործների այդ սիմպոզիումների արդյունքում այն որոնք որ չեր տեղավորվում այդ քանդակների պուրակում որոշները նաեւ Ստեփանակերտի տարբեր հատվածներում էին տեղակայված նաեւ շատ կարեւոր է նշել որ ակնհայտ դարձավ մի շարք թաղամասերի հիմնովին ոչնչացման մասին, հատկապես Ստեփանակերտում պետական համալսարանի հարակից հատվածում Մխիթար Գորշի փողոցի մասին այնտեղ գտնող 5-ից ավելի շենքեր, բնակելի շենքեր հիմնովին ոչնչացված են։ Այդ թաղամասին դեռ կանդրադառնանք, եկեք քանի որ տեսանյութը սկսվում է հենց մենք ենք մեր սարեր հուշարձանից, Յանմինը մեզ տեսանյութը այդպես է ուղարկել, դիտենք հատված տեսանյութից, որտեղ երևում է, որ մենք ենք մեր սարեր հուշարձանի վրա գրություններ են հայտնվել, դիտենք տեսանյութը նախ։ Հաշվի առնելով, որ սա Արցախի գլխավոր խորհրդանիշներից է, կարելի է վանդալիզմի դրսևորում համարել։ Միանշանակ մենք տեսանյութում տեսնում ենք, որ հուշարձանի վրա առկա են տարբեր գրություններ, ընդ որում պետք է նշենք, որ այս գրությունները տարբեր ժամանակահատվածներում են հայտնել, հատկապես Արցախի օկուպացիայից անմիջապես հետո, տասնյակ նման տեսանյութեր մենք դիտեցինք, որտեղ հստակորեն երևում է, որ նման գրություններ կան, ընդ որում տեսանյութից պարզ դարձավ, որ նախկինում արված որոշակի գրություններ, որոնք ադրբեջանցիները արել էին, հետագայում ջնջվել են, խոսքը հայերի հասցեին տարբեր հայուախառն արտահայտություններ էին։ Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանցիների այդ վանդալիզմի ձեռագիրը, ընդ որում հուշարձանների վրա գրություններ թողելը առաջի դեպքը չէ։ Նույնը մենք ականատես ենք եղել ժամանակին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պարագայում, երբ որ օկուպացիայից անմիջապես հետո պատարին ադրբեջաներեն դարձյալ գրություններ հայտնվեցին։ Նույնը մենք ականատես ենք եղել Ակնախբյուրի պարագայում Արցախյան պատերազմի հիշատակին կանգնեցված, զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրի պատերին եւս հայտնվել էին գրություններ։ Սա վանդալիզմի դրսևորում է եւ դիտվում է որպես հուշարձանի դիտավորյալ թիրախավորում, բայց մենք պետք է նշենք մի շատ կարեւոր հանգամանք եւս, որ ադրբեջանցի օկտատերերը նման գրություններ տարածող նկարներից բացի տարածում են նաեւ տեղեկատվություն եւ պնդում են այն մասին, որ հուշարձանը պետք է հիմնովին քանդվի։ Եվ սա տարածում են ոչ թե սովորական սոցկայքերի միջոցով, այլ այն որոշ պետական լրատվամիջոցների տելեգրամյան կամ թվիտերյան ալիքներում են հայտնում նման տեղեկատվություն եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում նմանատիպ գրություններ, նմանատիպ տեղեկատվությունները առանց պետական համապատասխան կառույցների թույլտվության հնարավոր չէ հայտնել, սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք պետական քաղաքականության մասին, որը նպատակը ընդհանրապես Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնելն է։ Տեսանյութը նկարահանված է Ստեփանակերտի մուտքից դեպի վեր։ Մի հատվածում կարող ենք դիտել, երևում է կալցիվոյի հատվածը, որտեղ աջ կողմը ամբողջությամբ քանդված է։ Ինչ կար այդտեղ նախկինում։ Նախկինում պետք է նշենք, որ այդ հատվածում բնակելի շենքեր կային, որը առաջինից մեկն է քանդվել,
այդ շենքերի հետնամասի հատվածում բավական ընդարձակ տարածքով զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի եւ նրա ենթակայության տակ գտնող առանձին ստորաբաժանումների եւ կառույցների շինությունները Պաշտպանության բանակի կենտրոնական շտաբի մուտքի մոտ, որը պաշտպանության նախարարի նաեւ նստավայրն էր հանդիսանում, առույցի քանդակ կար, որը եւս ոչնչացված է Դրանից վերևի հատվածում նաեւ տարբեր նշանակության կառույցներ կային, հասարակական նշանակության կառույցներ կային, նաեւ Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայաններ, որը եւս քանդվեց։ Կադրերում երևում են նաև Ստեփանակերտի վերածննդի հրապարակը, տեսնում ենք, որ քանդված են Արցախի ազգային ժողովի շենքը, ազատամարտիկների միության գրասենյակը եւ Արմենիա հյուրանոցը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դիտավորյալ է քանդում նաև պետական նշանակության շենքերը եւ օրերն էլ պատահական ընտրված օրեր չեն լինում եւ մարտի սկզբներին էր օկուպացիայից անմիջապես հետո հայտնվեցին կադրեր, երբ որ ոչնչացվում են ազգային ժողովի շենքը որոշակի ժամանակ հետո քանդվեց Ազատամարտիկների միության կենտրոնական գրասենյակը, իսկ վերջում նաև հողին հավասարեցվեց Արմենիա հյուրանոցը։ Եթե մինչ այդ տարբեր հատվածների կադրերը, որոնք մենք դիտում էինք, վանդալիզմի դեպքերը կլինի դա պետական շենքերի քանդման տեսարաններ, թե պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացում, դա իրականացվում էր սիրողական տեսանյութերով, ապա ազգային ժողովի շենքը Արցախի քանդվել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցների ուղիղ հեռարձակմամբ, այսինքն բոլոր տեսանյութերը, թե ինչպես են ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հողին հավասարեցնում Արցախի ազգային ժողովի շենքը, այնուհետև ազատամարտիկների միության կենտրոնական գրասենյակը հեռարձակվել է պետական հեռուստաընկերություններով ուղիղ եթերում եւ լրագրողների մեկնաբանությամբ եւ նրանք իրենց մեկնաբանություններում նշում էին, որ սա Չակերտյալ ասած սեպարատիզմի խորհրդանիշներից մեկն է հանդիսանում եւ նման բոլոր կառույցները հետագայում էլ հողին են հավասարեցվել։ Իսկ հիմա ինչպես է կոչվում վերածննդի հրապարակը։ Վերածննդի հրապարակը տարբեր անվանումներ ունեն, ճիշտն ասած, հելա վերջնական հաստատված կարգ չունի, քանի որ դա պայմանավորված է նրանով, որ նախագահի նստավարի կարգավիճակն էլ է փոխվել եւ ներառում են Չակերտյալ հաղթանակի պուրակի մեջ, որը տեղակայված է կադրերում չի երևում, բայց որը քանդված Թումանյան փողոցի 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբներին կառուցված այդ շենքերի հատվածում եւ որը գալիս միանում է նաեւ որոշակի առումով նախագահական աշխատակազ գրասենյակին, որը հայտարարված է, որ դարձնելու են այսպես կոչված հաղթանակի թանգարան, ըստ երևույթի դրա հետ են փորձելու կապել նաեւ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի անվանումը։ Տեսանյութի մի հատվածում երևում է, որ Ստեփան Շահումյանի արձանը չկա։ Տեղեկություն կա, երբ եւ ինչ պայմաններում է ապամոնտաժվել։ Ստեփան Շահումյանի հուշարձանը ավիրվել է առաջիններից մեկը օկուպացիայից անմիջապես հետո, երբ որ արդեն բռնի տեղահանությունը տեղի ունեցավ եւ նաեւ ապօրինի կերպով ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ժամանակից անմիջապես հետո տարածված տեսանյութերում ակնհայտ դարձավ, որ Ստեփան Շահումյանի հուշարձանը քանդված է, բայց հուշարձանը առաջին անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկում։ Դեռևս 2020 թվականի պատերազմի ընթացքում Ստեփանակերտի թիրախավորումների ընթացքում հուշարձանի մերձակայքը որոշակիորեն վնասվել էր։ Կադրերում երևում է նաև ազատամարտիկների փողոցը եւ Արցախի պետական համալսարանի հատվածը։ Ինչ փոփոխություններ կան։ Արցախի պետական համալսարանի հարակից հատվածում գտնող բոլոր կառույցները անխտիր, դա կլինեն բնակելի թաղամասը, շենքեր, կլինեն հասարակական նշանակության կառույցներ, ոչնչացված են։ Ընդ որում Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ միտումնավոր են քանդել,
Սկզբնական շրջանում պատրվակ էր դրվել, որ այդ շենքերը քանդվել են սեյսմիկ պայմաններին չհամապատասխանելու պատրվակով, սակայն երբ որ արդեն տարբեր փաստարկներով հերքվեց, որ դա սեյսմիկ խնդիրների հետ որևէ առնչություն չունի, հատկապես այդ հատվածում գտնվող Մխիթար Գորշի թաղամասի մի քանի շենքեր, որոնք երկու պատերազմի ընթացքում թիրախավորվել են, բայց այդ շենքերը ամբողջությամբ չեն փլվել։ Եթե լիներ սեյսմիկ խնդիր ունենար շենքը, չի կարող երկու պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորման պարագայում շենքը կանգնի, այնուհետև հայտարարեցին, որ այդ շենքերը քանդել են զուտային պատճառով, քանի որ չի համապատասխանում ճարտարապետական կոնցեպտին, որը իրենք պատկերացնում են Արցախի պետական համալսարանի եւ հարակից հատվածներին, ընդ որում շենքի դիմագիծները էականորեն փոխել, հատկապես կենտրոնական շենքի, եւ նպատակներ նաեւ ոչ միայն այդ երբ որ վերականգնողական աշխատանքի հետևանքով բավականին գեղեցիկ տեսք ստացած շենքի ամբողջությամբ դիմային հատվածը քանդելու, այլ նաև հայերեն գրությունները ջնջելու։ Ընդ որում պետական համալսարանի երկրորդ ուսումնական կորպուսը եւս հողին են հավասարեցրել։ Լիովին վստահ ենք, որ պետական համալսարանի բակում, Վիետնամասի բակում գտնվող համալսարանի տարբեր ժամանակահատվածների Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող համալիրը եւս կանգնված է։ Միջազգային կառույցները հաճախ խոսում են մշակութային ժառանգության պահպանության մասին, այս ֆոնին ինչպես է գնահատում նրանց արձագանքը այս դեպքերին։ Ցավոք սրտի միջազգային կազմակերպությունների արձագանքը զուտահարողակարգային բնույթ է կրում եւ հայտարարություններից այն կողմ հստակ քայլեր եւ մեխանիզմներ չի կիրառում, չնայած դրան, որ տարբեր զեկույցներում հազանգվում է բազմիցս Եվրոխորհրդարանի որոշ պատգամավորներ նշում են, որ կա հնարավորություն առնվազն խոշոր համալիրների տարածքում 24/7 ռեժիմով տեսահսկողական համակարգ կիրառելու մասին, նույնը մի քանի անգամ արձանագրված էր եւ խոսում էին ԱՄՆ-ի տարբեր սենատորներ եւ խոսքից այն կողմ չի անցնում անգամ ինչպես Ջուղայի պարագայում Ադրբեջանը արգելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային խումբ այցելությունը, այնպես էլ Արցախի պարագայում որևէ կերպ թույլ չտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիտորինգային խումբ արկայությունը, որ մեկնեն Արցախ եւ տեղում արձանագրեն, թե ինչ է տեղի ունենում եւ հասկանան իրավիճակը։ Սա բարձ խոսում է այն մասին, որ Արցախի տարածքում աննախադեպ մշակութային ցեղասպանություն է տեղի ունենում։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք բոլոր փաստերը, վկայում է, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Ավելին, որոշ դեպքերում միջազգային որոշ կազմակերպություններ, որոշ երկրների առաջնորդներ իրենք են նպաստում վանդալիզմի այդ դեպքերի տարածմանը, այդ դեպքերի արագընթաց, այսպես ասած, ընթանալուն եւ կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք Արցախում արձանագրված բոլոր խոշոր վանդալիզմի դեպքերից առաջ Արցախի տարբեր հատվածներում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր ֆորումներ էին կազմակերպում, տարբեր երկրների ղեկավարներ կամ պատվիրակություններ էին դրան նախորդել։ Ընդամենը մի քանի օրինակ բերենք, ամառը, երբ որ հուլիս, օգոստոս ամիսներին խոշոր հրթիռներ բռնկվեց, բավականին լայն աշխարհագրությամբ եւ որի տիրույթում հայտնեցին 100-ից ավել պատմաճարտարապետական հուշարձաններ, դրան նախորդել իսլամական որոշ երկրների կողմից Ստեփանակերտում կայացած տնտեսական ֆորումը։ Մեկ այլ դեպքերում, երբ որ տարբեր երկրների պատվիրակությունների այցելից հետո մենք տեսանք, որ երիտասարդական պալատի դիմագիծն է ամբողջությամբ խեղաթյուրվում, ընդ որում որի մոտակայքում նաև խորենացու արձանեկար, որը քանդեցին։ Եվ խոշոր
դեպքերը նաև դրան զուգահեռ ոչնչացում էին ամբողջական բնակելի թաղամասեր եւ ամբողջական բնակավայրեր եւ դրանց եւս նախորդում է նման վանդալիզմի դեպքեր եւ մի քանի այլ հանգամանք էլ վերջերս փետրվարի 4-ին երբ որ խաղաղության համար եւ այլ համալիրին եւ հաստատման համար երկու երկրների միջև եւ Նիկոլ Փաշինյանին հանձնեց հայտնի այդ Զայեդ մրցանակաբաշխությունը մենք արձանագրեցինք որ դրանից անմիջապես հետո Արցախի տարբեր բնակավայրերում երկու խոշոր համալիր ոչնչացրեցին Իսկ մենք հստակ թիվ ունենք ինչքան հուշարձան են ոչնչացրել կամ վանդալիզմի ենթարկել Վանդալիզմի դեպքերը 1000-ից անցնում են արդեն ցավոք սրտի Իսկ եթե նման տեսանյութերը շարունակեն հրապարակվել, կարող են դրանք ազդել միջազգային հանրության վերաբերմունքի վրա։ Որոշակի առումով այո, կարող են ազդել, բայց դրանք զսպող մեխանիզմներ չեն կարող հանդիսանալ։ Դա կարող է բարձրացնել նաև իրազեկվածության աստիճանը միջազգային հանրության կողմից թե ինչ է կատարվում Արցախում հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութերը կամ լուսանկարները համացանցից հրապարակում են, այնուհետև տեղեկատվություն տարածում, որ իբր մենք երբ որ արձագանքում ենք, որ այդ տեսանյութերից երևում է հուշարձանի, եկեղեցու կամ այլ կառույցի ոչնչացում, պնդում են թե իբր դա իրականության հետ որևէ աղերսներ չունի, ապա նմանատիպ տեսանյութերի հրապարակումները, որը կատարվել է օտարերկրացու կողմից, փաստում են հակառակը եւ անգամ այն հատվածները, որ ակնհայտորեն մենք գիտենք ինչպիսի պայմաններում են նկարահանում արել, որ հնարավոր չէ ամեն ինչ տեսանկարահանել հաշվի առնելով իրավիճակը, բայց այնուամենայնիվ այս տեսանյութը փաստական կարևոր նշանակություն ունի։ Եվ նմանատիպ տեսանյութերը հետագայում ոչ միայն կարող են օգտագործվել փաստագրական զեկույցներ հրապարակելու ընթացքում, տարբեր ֆորումների ընթացքում խոսելու դրա մասին, այլ այս տեսանյութերը որպես չեզոք ապացույց կարող են կցվել դատական տարբեր գործընթացներին։ Ինչպես հուշարձանների պարագայում, այնպես էլ քաղաքաշինական նշանակություն ունեցող կառույցների ոչնչացման պարագայում։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ։ Եվ վերջում կարևոր նորություն մեզ եւ մեր հետևորդների համար։ ABC Մեդիան ապրիլի 1-ից սկսում է նոր գարնանային եթերաշրջան, նոր տաղավարով, նոր տեխնիկական հնարավորություններով եւ նույն պատասխանատվությամբ բարձրաձայնելու այն թեմաները, որոնք կարևոր են հասարակության համար։ Մենք կշարունակենք բացահայտել իրական դեպքերն ու պատմությունները, հետևել ամենակարևոր իրադարձություններին եւ լինել այնտեղ, որտեղ ծնվում է օրվա գլխավոր նորությունը։ Եվ ուրեմն փոխիր ալիքը ABC Մեդիա։ Բարի օր հարգելի հետևորդներ, այս ժամի համար առանձնացվել ենք այսքանը։ Նոր տաղավար, նոր տեխնիկա, նոր մտածողություն։ Ավելի արագ արձագանք, ավելի սուր կադր, ավելի մաքուր պատկեր։ Սա արդեն ուրիշ որակի եթեր է։ Պետք է խնդրեմ դուք միկրոֆոնը բռնեք։ Քաղաքացիները փորձել են իրենց ուժերով, ոստիկանությունը մտել է իրենց բնակարան, հակակոռուպցիոն դատարանի դիմաց։ Ամեն վարքյան, ամեն ուր։ Ինչու է բռնկվել հրդեհը։ Մենք չենք խոսում ամեն ինչի մասին։ Մենք ընտրում ենք կարևորը։ Իրալիքը ABC Media Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։